Ապրիլ 15 Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ ապրիլի 15 և տարվա 16-րդ շաբաթ։ Փառք Աստծո այս նոր շաբաթվա համար, եկեք միասին 3 անգամ ընթերցենք անգիր սովորելու համար նախատեսված 16-րդ շաբաթվա հատվածը։ Ես կկարդամ առաջին անգամ, կլռեմ երկրորդ անգամ ընթերցելու առիթը տալով ձեզ, այնուհետև ես և դուք միասին կկարդանք երրորդ անգամ։ Այսպես ամեն օր 3 անգամ կարդալով մինչև յուրաքանչյուր շաբաթվա վերջ հեշտությամբ, բայց ձեր նվիրվածության ու ներդրված ջանքերի արդյունքում շաբաթ առ շաբաթ ավելացնելով անգիր արված մեկ հատված տարվա վերջում 52 վարդապետական և կիրառական կարևոր աստվածաշնչյան հատվածներ կդառնան ձեր սեփականը։ Հավատարմությունը ու հետևողական մնալը կարևոր գործոններ են այս ընթացքում։ Դե գնացինք, այս շաբաթվա հատվածն է Ղուկաս ավետարանից 9-րդ գլուխ 23-ից 24 համարները։ Ես սկսեմ կարդալ առաջին անգամ։ Եվ նա բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող նա իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա, որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի»։ Այժմ դուք կարդացեք և խորհեք այս բառերի վրա։ Իսկ այժմ երրորդ անգամ միասին կարդանք։ Սրանք Հիսուսի խոսքերն են։ Սկսենք։ Եվ նա բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող նա իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա, որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի»։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տակարանից Հեսու 19:1-ից 29, Սաղմոս 46 1-6, Առակաց 14 7-ից 11, Նոր կտակարան Ղուկաս 12 33-ից 59 համարներ։ Մաղթում եմ ձեզ ուրախ և օրհնյալ օր։ Մինչ հաջորդ հանդիպում։